Այսօր as doing digital forum-ին գրծանք խոսիլ շատ մեծ թեմաները որ կան future of money, future of digital assets, future of crypto. Հիմա համաշխարհային լեվելի վրա այն հետաքրքիր ժամանակն է ֆինանսի եւ փողի մասին փոփոխությունները որ դեղի ունենան գոր մանավանդ digital assets-ի bitcoin-ի եւ crypto-ի մասին շատ ուրախ ենք որ հիմա Հայաստանի մեջ ալ օրենքներ եւ կանոններ կան գոր crypto-ի մասին եւ համաշխարհային լեվելի վրա հիմա շատ կարեւոր ժամանակ է որ crypto-ի փոփոխությունները դեղի ունենան գոր եւ ասիկա opportunity է մեզի Հայաստանի համար որ գնանք as Bitcoin եւ crypto opportunity-ները որ դեղի ունենան գոր կորզածել եւ պետք մեզ համար լավ գլա միա ոչ միայն իբր Հայաստանի համար but իբր հայ ասկին համար նույնպես This is the most exciting time in the history of money Our kids and our grandchildren Մեր երեխաները եւ մեր թորները դեռ խոսալու են այն ժամանակներից որոնց հետ մենք բախվել ենք այս պահին Մենք այս պահին կանգնած ենք ֆինանսների եւ ընդհանրապես փողի հիմնովին ֆինանսական բնագավառի հիմնովին փոփոխության հիմքերում Bitcoin-ի ընդունումը, կայուն կոինների ընդունումը, ընդհանրապես կրիպտոարժույթների ընդունումը դա բերելու է լրջագույն փոփոխություններին ֆինանսական աշխարհում Կրիպտոյի ընդունումը ԱՄՆ-ում, ինչպես ընդհանրապես Bitcoin արժույթների ընդունումը ԱՄՆ-ում բերել է լրջագույն փոփոխությունների եւ մենք Հայաստանում հնարավորություն ունենք օգտվել այդ անհամաչափ փոփոխություններից Շատ ողջունելի է տեսնել, որ Հայաստանը շուտով կունենա կարգավորումներ, որոնք վերաբերվում են կրիպտոարժույթներին Դա կարևորագույն բաղադրիչ է կրիպտոարժույթների եւ ընդհանրապես թվային արժույթների կառավարման բնագավառի բարելավմանը Հայաստանում եւ ընդհանրապես այս աշխարհակահաղական շրջանում Շատ հաճախ մարդիկ չեն գիտակցում, թե քանի առաջատար կրիպտոընկերություն կա Հայաստանում, բայց նաեւ նրանք չեն գիտակցում, թե ինչքան ակտիվ են հայերը ամբողջ աշխարհում, երբ խոսքը հասնում է կրիպտոարժույթներին եւ թվային արժույթներին Եվ այս փոփոխությունները կրիպտոարժույթների եւ թվային արժույթների բնագավառի զարգացումը յուրօրինակ հնարավորություն է մեզ համար որպես ազգ եւ մեզ համար որպես երկիր, քանի որ մենք ճկուն ենք, քանի որ մենք ողջունում ենք նոր տեխնոլոգիաները եւ մենք հնարավորություն ունենք օգտվել այս անհամաչափ փոփոխություններից Սա ամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների եւ ընդհանրապես փողի պատմության մեջ եւ այն ստեղծում է յուրօրինակ հնարավորություն մեզ համար որպես երկրի եւ հայ ազգի համար եթե մենք օգտվենք այս պահից եւ ողջունենք այդ փոփոխությունները Digital currencies like Bitcoin are not going to replace Թվային արժույթները եւ կրիպտոարժույթները չեն փոխարինելու փողը ամբողջությամբ ինչպես ժամանակին մոտ արդեն մարդիկ սկսեցին ունենալ ոսկի եւ սովորական արժույթներ, որոշ ժամանակ անց մարդիկ կունենան կրիպտոարժույթներ, սովորական արժույթներ եւ ինչու նաեւ ոչ մի քիչ ոսկի There's always risk իհարկե դրա հետ կապված ինչպես ցանկացած արժույթի այդպես էլ թվային արժույթների եւ կրիպտոարժույթների դեպքում կան զգալի ռիսկեր եւ այդ ռիսկերը իհարկե գալիս են այդ թեմայի սխալ ըմբռնումից գոյություն ինչպես կան շատ լուրջ ընկերություններ որոնք այս պահին ակտիվորեն զբաղվում են կրիպտոարժույթների եւ թվային արժույթների զարգացմամբ եւ տարածմամբ ամբողջ աշխարհում այդպես էլ կան ընկերություններ որոնք ակտիվորեն օգտվելով այդ թեմայից զբաղվում են խարդախությամբ եւ գողությամբ ռիսկերը միշտ արկա են Not only in Armenia but also around the world I think for a country like Armenia Ես կարծում եմ, որ երկրի մակարդակով Հայաստանում, եթե Հայաստանը ընդունի Bitcoin-ը որպես արժույթ, միգուցե նույնիսկ գնի Bitcoin-ը որպես հնարավոր ներդրում, դա կարող է Հայաստանի համար հնարավորություն ստեղծել օգտվել դրանից որպես անհամաչափ առավելություն։ Նույնպես ինչպես դա արել են Բութանը կամ Էլ Սալվադորը, որպես այդպիսի արտարժույթի ընդունումը կարող է առավելություն լինել Հայաստանի համար, հատկապես այս տեսակ աշխարհակահաղական փոփոխությունների պայմաններում։ Armenia with asymmetrical benefits when it comes to digital assets.
I'm sure the Armenian government and Armenian policymakers are looking for ways to get these asymmetrical benefits. Ես վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի քաղաքական որոշումներ կայացնող անձին քաղաքական գործիչները դիտարկում են այս տեսակ հնարավորությունը, նույնիսկ կրիպտոարժույթների մեջ ներդրվելու հնարավորությունը ժամանակակից աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում անհամաչափ առավելություն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շատ քաջ տեղեկացված է, շատ լավ տեղեկացված է կրիպտոարժույթների շրջանառության հետ կապված եւ դա իսկապացուցում են նոր պետական կարգավորումները, որոնք պարզաբանում են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ կենտրոնական բանկի դիրքորոշումը կրիպտոարժույթների եւ ընդհանրապես թվային արժույթների նկատմամբ։ Այդ տեսակ կարգավորումները ցույց են տալիս երկրի պատրաստվածությունը հարմարվել նոր աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական փոփոխություններին եւ հնարավորություն են ստեղծում այդ կառույցներին խաղալ նրանց համապատասխան դերը։ Եթե դուք ուզում եք լինել պապանոհական, եթե դուք ուզում եք լինել կոնսերվատիվ եւ անել այն ամենը ինչ արվել է դարերի ընթացքում, ապա մի ներդրվեք բիտկոյնի մեջ, բայց եթե դուք ուզում եք օգտվել ներկա աշխարհաքաղաքական փոփոխություններից եւ ստեղծել առավելություն եւ հնարավորություն Հայաստանի եւ հայ ազգի համար, ապա ներդրվեք բիտկոյնի մեջ եւ տեղ ստեղծեք կրիպտոարժույթների եւ թվային արժույթների համար Հայաստանի հայկական իրականության մեջ։ Ապագան շարժվում է եւ փոփոխվում է չափազանց արագ եւ բազում երկրներ կլինեն դանդաղաշարժ եւ չեն օգտվի այս յուրօրինակ հնարավորությունից, բայց Հայաստանը ունի կրթված եւ խելացի բնակչություն, Հայաստանը ունի խելացի ղեկավարություն, որը ես վստահ եմ կօգտվի ներկա ստեղծված աշխարհաքաղաքական փոփոխություններից եւ հնարավորություն կընձեռնի կօգտվել այս իրավիճակից Հայաստանի եւ հայ ազգի ապագան բարելավելու համար։ Բազում երկրներ արդեն իսկ արել են դա, բայց դեռ ժամանակ կա այդ հնարավորությունից օգտվելու համար։